Սիրելիներ, մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խաղաղություն թող լինի ձեզ բոլորիդ հետ։ Որ սիրեցիք մեր Տիրոջ Հիսուսի, մեր Աստծո, մեր Փրկչի հայտնվել։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Փառք լինի Հիսուս Քրիստոսին։ Շուտով մենք քրիստոնյաներս նշելու ենք զատիկ։ Սա պատվեր է միանշանակ Աստծուց, որ այս տոնը մենք կատարենք։ Բայց սա իհարկե ոչ թե միայն ինչ-որ տարվա մեջ մի անգամվա տոն է, ով վերստին ծնված քրիստոնյա է, կհասկանա ինչի մասին եմ ասում, մենք զատիկը նշում ենք ամեն օր, պատմելով նրա մահը ամեն անգամ հաղորդության հետ մասնակից լինելով Տիրոջ արյանն ու մարմնին, ամեն անգամ հաղորդության հացը ընդունելով մենք պատմում ենք Տիրոջ մահը մինչև որ նա գա։ Սա խոսում եմ վերստին ծնված քրիստոնյաների մասին։ Ինչպես գրված է Սուրբ գրքի մեջ 12-րդ գլխի հայտության 11 խոսքում, որ մենք հաղթեցինք սատանային գառան այրունով եւ մեր վկայության խոսքով եւ չսիրեցինք մեր անձերը մինչեւ հիմա։ Միանշանակ ամեն քրիստոնյայի համար զատիկը դա ամեն օրվա խորհուրդ ունի։ Իհարկե նաեւ մենք նշում ենք զատիկը կա ապրիդիլիոնի օր, սա Աստվածաշնչյան է սա։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, մի քանի բան կուզենամ առանձնացնեմ իհարկե, որտեվ ինձ համար նույնքան անընդունելի է, ոնց որ տրնդեզի այսպես կոչված կրակը կամ կրակի ուրից թռնելը դա դիվային, հեթանոսական ծիսակատարություն է, որ ոչ մի ձև չի մոտեցնում մեզ Հիսուս Քրիստոս Աստծուն մեր ու մեր Աստծուց պատվեր չի սա։ Սա հեթանոսական, դիվային մոլորություն է ու ծես է։ Ինձ համար տրնդեզի կրակը նույնքան եւ մոլորությունը եւ ծես հեթանոսությունից վերցված, որ այսօր զատկի մեջ խառնել են կարմիր ձուն կամ ձվի խորհուրդը բերելով համեմատելով, որ սա ձուն ներկայացնում է Տիրոջ գերեզմանն ու հարությունը, իսկ կարմիր գույնը Քրիստոսի արյունը։ Սա կրոնական եկեղեցիների խոսքերն են, որ ասում են ոչ միայն Հայաստանում, այլ շատ երկրներում եկած։ Հիմա ես կուզենամ սրա մասին խոսեմ, որովհետև ինձ համար նորից եմ կրկնում, սա անընդունելի է։ Շատերի համար զատիկը դարձել է նոր ապրանքների, չգիտեմ, առևտուրի լավ միջոց, չգիտեմ, շատերը ճուտիկներն են ավելացել, ցորեններն են ավելացել, չգիտեմ, ձյուրի գինն է միգուցե թանկացել, չգիտեմ, ես դրանով չեմ զբաղվում, ուղղակի տեսնում եմ խանութներում, որ ինչքան է շատացել այսպես չակերտավոր իրանց պատկերացրած զատկի խորհրդի մեջ, որ մցնեն իրանց ճուտիկները, ցորենները, ձույերը, չգիտեմ, կարմիր գույները կամ ինչ այսօր տարատեսակ արդեն գույներով են սկսել ներկել։ Սրա մասին կուզենամ մի փոքր խոսեմ, որտեվ ինձ համար նորից եմ կրկնում, որպես Քրիստոսով շնորհ գտած մարդ, որպես Քրիստոսի արյունով փրկագնված մարդ, որ Տերը ինձ փրկեց դեռ 2014 թվին, իմ մեռած գործերից կանչեց դեպի կենթանի հավատքը, դեպի կենթանի Քրիստոս Աստված, ում ճանաչում եմ, ում օրհնում եմ, ում մեծարում եմ, ում երկրպագում եմ, ով իմ Տերն է, ով իմ Փրկիչն է, ով իմ Աստվածն է, դավանում եմ Հիսուս Քրիստոսին Աստծո որդուն, որպես իմ կյանքի Տեր ու Փրկիչ, որպես իմ Աստված, որպես իմ ճշմարտություն, ճանապարհ ու կյանք, սկիզբ ու ավարտ։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական անունը։ Սա ուզում եմ խոսեմ հիմա զատկի խորհրդի մասին։ Ինչի համար է ինձ համար նախ առաջինը սա այս կարմիր գույն ներկելը հեթանոսական տոն։ Ինչի համար է ինձ համար սա վերցված հեթանոսությունից։ Նախ առաջինը դուք էլ կարող եք մտնել ինտերնետի մեջ, այսօր շատ հնարավորություն կա մտնելու, ինքներդ կարող եք ուսումնասիրել, որ սա միջև քրիստոնեությունը այս ձուն ներկելը, սա եղել է գառնան ու պտղաբերության խորհուրդ։ Ձու բերելը իրանց չաստվածներին, իրանց կուռքերին, սա իրանց համար եղել է շատ իրավիճակներում ինֆորմացիաներ կան, որ ես կարդացել եմ, կույս կանայք, որպեսզի լինեն ավելի պտղաբեր, իրանց կուսությունը ձուի միջոցով, ներկված ձուի միջոցով մատուցում էին այսպես կոչված իրանց չակերտավոր չաստվածներին, իրանց կուռքերին, դևերին, որպեսզի ավելի պտղաբեր լինեն իրանք։ Ընդհանրապես ինքներդ կարող եք ուսումնասիրել։ Իհարկե ինքներդ կարող եք ուսումնասիրել։ Հիմա ինչա պատմում այսպես կոչված չակերտավոր լեգենդը, միֆը, որ Մարիա Մագդալենան ինչ որ Տիբերիոս, եթե չեմ սխալվում, այո, կայսրի ժամանակ, որ կայսրը կասկածել է Տիրոջ հարության վրա, եւ նա ինչ որ sense այս տեսակ խոսք ասել, որ որքան այս ձուն չի կարա գույնը փոխի, օրինակ, նույն ձև ես չեմ հավատում ինչ որ հարության տոնին, միգուցե մի փոքր կարող սխալվեմ, բայց միտքը նույնն է։
Եվ այդ ժամանակ ձուն լինում է կարմիր եւ Տիբերիոս կայսրը հավատում է Տիրոջ հարությանը։ Լեգենդա սա իհարկե։ Իհարկե միգուցե ես չեմ ասում հիմա սուտ է, ճիշտ է, կատարվել է, չի կատարվել, բայց ինչ եմ ուզում ասեմ, սա լեգենդա։ Սա ընդհանրապես կապ չունի։ Ես դա չեմ կարող վերցնեմ ու բերեմ մտցնեմ զատկի խորհրդի մեջ եւ կարմիր ձուն դարձնեմ Քրիստոսի արյան խորհրդանիշը եւ ձուն գերեզմանն ու հարությունը։ Սա մոլորություն է, սա դիվային կռապաշտություն է, այս խորհուրդը չի տվել ինձ Աստված, այս խորհուրդը չի եկել կենթանի մեր Աստծուց Հիսուս Քրիստոսից, ասեմ ինչի համար։ Իմ սիրելի եղբայրս ու քույրս, ամեն մի հավատակից իմ աղբորն ու քրոջը ասում եմ, ով հավատում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ նրա գրված ճշմարտության խոսքին, ով ունի վերստին ծնունդ։ Իմ սիրելի եղբայրս ու իմ սիրելի քույրս, կա մի խորհուրդ, որ Տեր Հիսուս Քրիստոսը մեր Աստված թույլ է տվել մեզ իր Սուրբ Հոգով ու խոսքով, որ մենք դա կատարենք, որ էլ մտնում է զատկի խորհրդի մեջ։ Հետևյալն է սա։ Ես կարդում եմ, խնդրում եմ ձեզ, որ ուշադիր լինեք։ Սա գրված է Առաջի Կորինթացիներից 11-րդ գլուխ 23 խոսքից եմ կարդում։ Որովհետև ես Տիրոջից ընդունեցի ու ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսը իր մատնվելու գիշերը հացն առավ եւ գոհանալուց հետո կտրեց այն եւ ասեց. «Վերցրեք, կերեք, այս է իմ մարմինը, որ կոտրվեց ձեզ համար։ Այս արեք իմ հիշատակի համար»։ Նույնպես էլ ընթրիքից հետո գավաթն առավ եւ ասաց. «Այս գավաթը նոր ուխտի իմ արյունով, այս արեք իմ հիշատակի համար, քանի անգամ էլ որ խմելու լինեք։ Քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս գավաթը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա գա։ Ուստի ով որ այս հացը ուտի կամ Տիրոջ գավաթը խմի անարժանաբար, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արյանը։ Ուրեմն թող ամեն մարդ քննի իր անձը եւ հետո միայն ուտի այդ հացից եւ խմի այդ գավաթիցը, որովհետեւ անարժանաբար ուտողը եւ խմողը իր անձի դատապարտությունն է ուտում եւ խմում, որովհետեւ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար էլ ձեր մեջ շատ թույլ եւ հիվանդներ կան եւ շատերն էլ ննջել են։ Սա գրված Առաջի Կորինթացիներ 11-րդ գլուխ 23-ից մինչև 30 խոսքերը։ Ուրեմն սիրելի իմ աղբեր ու հավատակից իմ սիրելի քույր, կամ մի խորհուրդ, որ դա ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջ եւ իր ճշմարտության խոսքով հաստատված, սա հաղորդության խորհուրդն է, որ ես կարող եմ ասել, որ սա Տիրոջս հարության, Տիրոջս առաջինը մահվան, գերեզման դրելու եւ մեռելի մեջից հարության խորհուրդն է։ Տիրոջս թափված արյան խորհուրդն է, արյունը եւ գինին։ Նաև 6-րդ գլխի մեջ Հովհաննեսի ավետարանի մեջ գրված, եթե կարդաք 54-րդ խոսքերի մեջ, եթե մեկը չուտի մարդու որդու մարմինը եւ չխմի նրա արյունը, նա ինքն իր մեջ կյանք չունի։ Իհարկե սա նաև հոգևոր խորհուրդը, նաև այն, որ մենք հաղորդություն ենք անվանում եւ մասնակից ենք լինում մեր Տիրոջ մարմնին ու արյանը, հաղորդության խորհրդով, ամեն անգամ այդ հաց ուտելով եւ այդ գավաթը խմելով մեր Տիրոջ մահն ենք պատմում միջև որ նա գա։ Դրա համար ինձ համար իմ սիրելի հավատակից քույր ու եղբայր, ինձ համար անընդունելի է Հիսուս Քրիստոսի առաջ եմ ասում եւ անկեղծ Հիսուսի առաջ, անընդունելի է այսպես կոչված կարմիր ներկված ձուերը, որը անվանվում է զատկի խորհուրդ, որը անվանվում է կարմիր գույնը արյան Քրիստոսի արյան խորհուրդը եւ ձուն գերեզմանի եւ հարության խորհուրդը։ Սա ինձ համար անընդունելի մոլորություն է, որն էլ շատերը ընդունելով այս տեսակ խորհուրդը իրենց մեջ զորություն չունեն։ Մարդիկ այսօր չեն կան, որտեղ մենք հաղթեցինք սատանային գառան այրունով։ Իսկ եթե մենք անարժանությամբ մոտենանք այդ խորհրդին Քրիստոսի արյան, Քրիստոսի քավության զոհին, մեծ համար սա մեղք է, մեծ համար սա անընդունելի է, ինձ համար եմ խոսում ու իմ ընտանիքի համար եմ խոսում, սա ինձ համար անընդունելի է, ես հիշում եմ այս օրվա պես, որ օրը դարձամ Հիսուս Քրիստոսին, Տերը ինձ եկավ իմ սիրտ, դարձրեց ինձ դեպի իրեն, այդ օրվանից ես չեմ հասկացել ինչ նշանակում, ես զղջացել եմ, ասել եմ Տեր, սա անընդունելի է, սա կոչել ձուն վերցնել ու վերջում էլ խաղի, այսպես կոչված ձեր հաղորդության ներողություն, ձեր այսպես կոչված արյան սիմվոլիկան կամ չգիտեմ խորհուրդը խաղալու վերածենք։ Իհարկե սա խայտառակություն ու մոլորություն, սա ծաղրանք ավելի շատ մեր Քրիստոսի արյան ու Քրիստոսի մահվան ու հարության խորհրդի դեմ։ Սա ավելի շատ ծաղրանք է, սա պրոստո մոլորություն է, որպես խորհուրդ, որ ընդունել են ճակերտավոր հեթանոսությունից, այսօր
շարունակում են դա կատարել։ Այսօր մարդիկ ավելի շատ գիտեն իրենց ուտելիքների բաղադրությունները ավելի լավ գիտեն, քան թե զատկի իրական խորհուրդը։ Այսօր մարդիկ ավելի շատ իրանց բանջարների, չամիչի մեջ ներողություն փլավի մեջ ինչքան չամիչ կսեն, այսի ինչքան հանեն, դրա բաղադրությունը ավելի լավ գիտեք, քան թե մեր կենթանի Աստծո խոսքը, շփումը, ապաշխարությունը, նրան մոտենալու ձևը։ Այսօր շատ մարդիկ այդ դրան հետևում են ավելի շատ այսօր գիտես կասեմ դրա մասին ու չեմ լռի, այսօր մարդիկ այսպես կոչված պահք են պահում, մտածելով, որ այդ պահքը իհարկե դա աստվածաշնչյան ծոմապահության հետ կապ չունի, այսօրվա պահքը դա ես կանվանեմ ավելի շատ դիետիկ դիետա պահելու ինչ որ միջոց 40 օր կուզեն պահեն, կուզեն 25 օր պահեն, չգիտեմ, սա ուղղակի դիետա է, սա աստվածաշնչյան ծոմի հետ ընդհանրապես կապ չունի։ Եթե դուք ուզում եք իմանալ ինչ նշանակում զատիկ, սա գրված առաջի Կորինթացիներից 5-րդ գլխի 6 համարից կկարդամ, կխնդրեմ, որ ուշադիր լինեք։ Ձեր պարծենալը լավ չէ։ Չգիտեք, որ թթխմորի մի փոքրիկ կտորը խմորում է ամբողջ զանգվածը։ Դրա համար դուրս նետեք հին խմորը, որ նոր զանգված լինեք առանց թթխմորի։ Քանզի Քրիստոս մեր զատիկը մեզ համար մորթվեցավ, զոհվեցավ կամ։ Ուրեմն եկեք տոնը կատարենք ոչ թե հին խմորով, ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ անկեղծության եւ ճշմարտության անխմոր հացովը։ Տեսնում եք, Քրիստոս մեզ զատիկը մեզ համար զոհվեց, մեզ համար մատնվեց, մորթվեցավ, մի ուրիշ գրային համարում ասված է։ Քրիստոս մեզ համար եւ կատարենք այս զատիկը անթթխմոր, այսինքն առանց խմորի, ներողություն ասում ուրեմն եկեք տոնը կատարենք ոչ թե հին խմորով, ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ անկեղծության եւ ճշմարտության անխմոր հացովը։ Ես խնդրում եմ, որ հիմա դուք ուշադրություն դարձնեք, սա ինչ ձև ասում, որ մոտեցեք։ Այսօր շատերը այսպես կոչված պահք են պահում, բայց գտնվում են բամբասանքի, մեղադրանքի, շնության, չգիտեմ, չեմ ուզում ճակերտները հիմա բացեմ, իրանք մտածում են, որ սա հաճելի է, իրանց ուտելիքը կամ ինչ-որ մի բանից հրաժարվելը, սա իրանց մոտեցնում է Աստծուն։ Իմ սիրելի քույր ու իմ սիրելի եղբայր, Սուրբ Գիրքը Հռոմեացիներից թղթի 14-րդ գլխի 17 համարում ասում է. ուտելիքն ու խմելիքը չի, որ մեզ տանելու է երկնքի արքայություն, որտեղ երկնքի արքայություն ասում է ուտելիք եւ խմելիք չի, այլ արդարություն, ուրախություն եւ խաղաղություն Սուրբ Հոգով, արդարություն։ Իսկ արդարությունը ո՞րն է։ Առանց ապաշխարության Քրիստոսի այրունն է մեծ համար մեր արդարությունը։ Իմ պարծանքը, իմ արդարությունը դա Քրիստոսի այրունից եկած արդարությունն է։ Իմ պարծանքը ոչ իմ գործերն են, ոչ իմ արածն են, ոչ իմ կերածն են, ոչ իմ չկերածն են, ոչ սրանից հրաժար, իմ արդարությունը Հիսուս Քրիստոսի այրունից եկած է։ Ես ոչ մի բանով չեմ ուզում պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով ինձ համար աշխարհը խաչված է, ես էլ աշխարհի համար։ Եթե քեզ համար պարծանքը, քեզ համար ավելի sense արտոնություն է տալի, որ դու ինչ-որ մի բանից հրաժարվել ես եւ սա է քո արտոնությունը Տիրոջ մոտիկանալու կամ ուտելու կամ չուտելու, ես ասեմ քեզ սիրելի քույր ու եղբայր, буду разочаровать себя, այն որ ասում եմ, բայց սա քեզ համար Աստծո առաջ անընդունելի է սա։ Միգուցե քեզ համար լավ դիետա է, սպայտեր օրտնի քեզ դիետայի մեջ ես, կա քեզ միգուցե պետք է եղե, բայց սա աստվածաշնչյան ծոմապահություն չի։ Իմ արդարությունը Հիսուսի այրունից է։ Եթե արդարությունը, որ ես մոտենամ իմ փրկչին ու ասեմ Տեր, ներող կլես ինձ, իմ Աստված, իմ փրկիչ Տեր, ես ավելի լավ կլինի լվամ իմ հագուստները գառնուկի այրունով, իմ ապաշխարությունով, որտեղ Սուրբ Գիրքն ասում է, եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա եւ արդար մեզ ներելու եւ մաքրելու ամեն անիրավությունից։ Եթե դուք ինքներդ վերցնեք ու կարդաք 12-րդ գլուխը Ելից գրքի զատկի խորթի հետ կապված 12-րդ գլուխը, դուք ինքներդ կտեսնեք ինչ նշանակում ուտել գառն ամբողջապես։ Ոչ թե միայն գառի ներողություն հաճելի կողմերը, այլ նաեւ փորոտիկներ Աստված, որ մենք պետք է ուտեինք։ Փորոտիկը իհարկե կա, ոնց որ այսօր են ասում, լավ մսի կողմերը, չալաղաչ կողմերը, միգուցե շատերը սիրում են դա ուտել, բայց ասեմ քեզ իմացի, սիրելի հավատակից իմ եղբայր ու քույր, որ ամբողջ գառն էր պատվիրված ուտելու։
Փորոտիկն էլ հետը։ Իհարկե, ոչ հաճելի մասերը։ Այսօր ես որպես Քրիստոսին պաշտող մարդ, ես չպետք է մարդու հետ միայն խոսամ այն, որը հաճելի մասերն է մարդկանց համար։ Եվ նաև պետք է խոսամ այն, ինչը մարդկանց ակաժների համար ոչ հաճելի է։ Միանշանակ ցանկացած ծառայող, ցանկացած Քրիստոսով կարգված ծառայող, նա պետք է խոսա ոչ միայն հաճելի մասերից, այլ նաև այն մասերից, որ շատ անգամ մարդկանց ակաժների համար դա հաճելի չի։ Փորոտիկն էլ է պետք հարկավոր ուտելու։ Խնդրում եմ ձեզ, եգիպտացիների դռների վրա մի քսեք Քրիստոսի այրունը։ Քրիստոսի այրունը դա գառը ուտողների համար է, գառը ընդունողների համար է։ Քրիստոսի այրունը դա փրկված հոգիների համար է, ովքեր իրապես հասկանում են, ինչ արեց Քրիստոս, ինչի համար եկավ։ Աստծո գառը Հովանես Մկրտիչն ասում է, որ իր վրա վերցնում է աշխարհի մեղքը։ Եկ առաջի Հովանեսի 2:2-ի ասում է, նա քավություն եղավ մեր մեղքերի համար։ Ոչ միայն մեր մեղքերի, այլ ամբողջ աշխարհի։ Իմ սիրելի եղբայր, Հիսուս Քրիստոսը քավություն է եղել իմ ու քո մեղքերի համար։ Ես այսօր մոտենում եմ Քրիստոսի գահին, սրբության գահին, համարձակությամբ, որտեվ ինձ համար գին է վճարվել, իմ մեղքերի համար գին է վճարվել, ել ես ինձ չեմ պատկանում, այլ նրան, ով ինձ իր արյունով փրկագնեց։ Ես խնդրում եմ ձեզ, մարդկանց մի դարձրեք հարանվանության գործիքներ, մարդկանց դարձրեք Քրիստոսի մարմնի անդամներ, Քրիստոսի մարմնի, հավիտենական կյանքի։ Թող ցույց տվեք Տիրոջը իրապես ճշմարիտ Քրիստոսին, ճշմարտության խոսքից ու հոգուց եկած Քրիստոսին, եղեք ճշմարտության հոգու հետ վկաներ, այլ ոչ թե այս տեսակ լեգենդներից, անընդունելի միֆերից եկած, ոչ ճշմարտությունից եկած խոսքերը բերեք մցրեք զատկի խորհրդի մեջ, քրիստոնեության խորհրդի մեջ։ Սա անընդունելի է Քրիստոսի առաջ։ Սա անընդունելի է։ Ես սա չեմ ընդունում, ինչպես ինձ համար կրակն է, տրնդեզի, որ անընդունելի է հեթանոսությունը ինձ համար, նույնն էլ կարմիր ներկված ձուն, որ մտցնում են այսպես կոչված ասելով զատկի խորհրդի մեջ։ Սա ինձ համար անընդունելի է։ Ես աղոթում եմ մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, որ Տիրոջս խաղաղություն լինի ձեզանից ամեն մեկի հետ։ Ես աղոթում եմ, որպեսզի մենք սթափվենք, նորոգվենք Քրիստոսով եւ նրա ճշմարտության խոսքով։ Հիշեք, սիրելիներ, այսօր ուտելիքն ու խմելիքը չի, որ ինձ մոտեցնում Աստծուն, այլ այն սիրտը, որ իրապես ծնվում է Քրիստոսից, այն սիրտը, որ թույլ կտամ Քրիստոս քարացածը վերցնի եւ մի մարմնեղեն մի սեղեն սիրտ տա ինձ, որ ես քայլեմ նրա խոսքերի համաձայն, նրա պատվիրանների համաձայն, լինեմ նրա համար ժողովուրդ իմաստված լինի ինձ համար Աստված, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Խնդրում եմ ձեզ, մոտեցեք արժանաբար ձևով, այլ ոչ թե անարժանորեն։ Մոտեցեք զատկի խորհրդին, հասկացեք ինչ է այդ խորհուրդը, հասկացեք, խնդրում եմ, ինչ արէ մեզ համար, մի պահ կանգ առեք, մի պահ խորհեք, ինչ գին է վճարված, ինչ գին է վճարված, գիտես Մարիան ու Մարթան էլ, Մարթան ժամանակ կար, որ զբաղված էր ուտեստներով, ուտելիքներ էր պատրաստում եւ եկավ վերջի վերջո ասեց Հիսուսին, Տեր, քրոջս ասա թող ինձ օգնի։ Տերն ասեց, Մարթա, Մարթա, ասեց, դու շատ բաների համար ես հոգ անում կամ հոգ քաշում, բայց Մարիամը լավ պահն անդրե։ Որ պահն էր, որ Քրիստոսի ոտքերի մոտ նստի ու լսի, որ իրանից այդ պահը չի վերցվի։ Այդ ուտելիքը կգնա արտակնոց ու ձեր այդ կերածը, ինչ էլ որ սարքել եք, այդ իր կերած իր խորթով հետ մեկտեղ կեթա արտակնոց։ Ասեմ քեզ իմացի, այն ինչ որ ուտում ես, դա չի մնա, բայց այն կերակուրը, որ Քրիստոսի իրական ճշմարտության խորհուրդը կնստես, որ լսես, կկանգնես ոչ թե ուտելիք պատրաստելու համար, այլ Տեր քեզ եմ ուզում ճանաչեմ։ Հիսուս, Աստված իմ, միգուցե միջև այսքան ժամանակ չեմ ճանաչել քեզ, չեմ հասկացել քո խորհուրդը, չեմ հասկացել քո թափված այն ամեն մի կաթիլ քրտնինքն ու այրունը ինձ համար, իմ անձի համար, Տեր։ Տեր, խնդրում եմ քեզ, օգնի ինձ քեզ ճանաչեմ։ Տեր, խնդրում եմ, արի իմ սրտի մեջ։ Տեր, խնդրում եմ, դարձի իմ Տերը ու իմ Փրկիչ Աստվածը։ Տեր, աղաչում եմ քեզ, սրբի ինձ քո արյունով։ Ես մեղավոր մարդ եմ, Տեր։ Ես քո փրկության կարիք ունեմ, իմ Փրկիչ Աստված։ Ես քո կարիքն ունեմ, Տեր։ Առանց քեզ չեմ կարող, իմ Հիսուս։ Իմ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, որ առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Իմ Աստված,
Զատկի խորհուրդ, որ դուք կարդաք 12-րդ գլուխը Ելից գրքի, խնդրում եմ, հորդորում եմ, որ կարդաք, դուք կտեսնեք, որ երբ որ ասես կսեք արյունը ձեր դռան դիքների վրա, ասում եմ, որպիսի անցներ Տերը, որտեվ Տերը այնտեղ խոսք ունի ասված, ասում է, դատաստան եմ անելու եգիպտացիների աստվածների վրա, դատաստան եմ տես, վրեժ էր առնում Տերը այդ չաստվածներից, որ այդ կուրքերից կարդացեք կտեսնեք, այսօր նույն ձև Տերը ժամանակն է, հայտության գրքի մեջ ասում է, որ Տերը իր բարկություն թափելու է գազանի, նրա աթոռի, դևերի վրա, ես խնդրում եմ քեզ, որպեսզի դու ծածկված լինես, պաշտպանված լինես, նատկդ պետք է տեսնի արյունը, Քրիստոսի իր որդու արյունը, Քրիստոսի իր որդու արյունը, ոչ թե ձեր զատկի ձույերը, ոչ թե ձեր բանջարները Տիրոջը կպահեն, որ հանգարց սատակիչը ձեզ չմոտիկանա կամ մահվան հրեշտակը ձեզ չմոտիկանա, այլ Քրիստոսի արյունը։ Գիտես, որ դու մի մեքենա ես գնում կամ տուն ես գնում, անպայման ստրախովկա են անում, ապահովագրում են։ Ես ասում եմ մարդկանց ու միշտ դրա մասին խոսում եմ, ասում եմ ստուգի, արդյոք քո կյանքը ապահովագրված է, որտեվ միակ ստրախովչիկը ապահովագրողը, կյանքեր ապահովագրողը այդ Հիսուս Քրիստոսն Աստծո միածին որդին։ Եթե ստուգիկ ես, արդյոք համոզված ես, որ քո կյանքը նա է ապահովագրե։ Եթե նա է քո կյանքի ստրախովչիկը, եթե նա է քո կյանքի ապահովագրողը, ուրեմն իմացի համարձակ եղի, որտեվ մեր Տեր ասել է, իրեն հավատացողները չեն կորչի, իր անունները կանչողը երբեք ամոթով չեն մնա։ Իրեն հավատացողները, որ կվարեն սրբության ու ճշմարտության կյանք Տիրոջ առաջ, ովքեր սրբությամբ ու Աստծո ճշմարտությամբ ու հոգով սպասում են մեր Տիրոջ գալստյանը։ Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի ձեզ։ Այսօր Տերը դատաստան անում եգիպտացիների չաստվածների հետ, կուռքերի դեմ Տերը դատաստան անում։ Իրապես անցնում է Տերը։ Միայն կկանգնեցնի իր որդու արյունը, երբ որ ծածկված ենք նրա որդու արյունով, այսօր տեսնում ենք Տիրոջ ձեռքը արդեն ամբողջ աշխարհով մեկ։ Տերը տա մի օր սրա մասին կխոսեմ ավելի մանրակրկիտ, բայց ես քեզ խնդրում եմ իմ սիրելի քույր, իմ սիրելի եղբայր, մտիր Քրիստոսի արյան ծածկոցի տակ, ապաշխարությունով, քո մեղքերը խոստովանելով եւ սրբության ճանապարհը բռնելով, Աստծո խոսքը, Աստծո հոգուն հետևելով։ Ես քեզ խնդրում եմ, իմ սիրելի աղբեր ու քույր, Տերը քեզ օրհնի ու Տերը քեզ զորացնի։ Համարձակության տակ քեզ, որ պահենք նրա ճշմարտությունը ու մնանք հավատարիմ Տիրոջը, միջև նրա գալը։ Տերը օրհնի ձեզ։